Ինտոնեան դուք խոսեցիք կոնֆերանսից, որը բավականին, այսպես ասենք, թեժեր տեղի ունեցավ միջադեպ, նախ ինչից սկսվեց, ինչը դուրս չեկավ, ադրբեջանական կողմին եւ նաեւ կադրից դուրս նոր զարգացումներ եղել են, թե չեն եղել, շնորհակալություն։ Ենթադրում եմ, որ դուք Մոսկվայում տեղի ունեցած աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին եք խոսում, որը մամուլում շատ մեծ արձագանք գտավ։ Մոսկվայում Եդինայա Ռոսիա կուսակցության նախաձեռնությամբ շատ մեծ աշխատաժողով էր տեղի ունենում, որը նվիրված էր այո հաղթանակի 80-ամյակին, մասնակցում էին 29 երկրների շուրջ 100 պատվիրակներ, այդ թվում նաև Ադրբեջանի պատվիրակություններ մասնակցում եւ Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցչի գործող падգամավոր Ենի Ադրբեջան կուսակցության ներկայացուցչի ելույթի ժամանակ վերջինս թույլ տվեց հակահայկական հայտարարություններ եւ արտահայտություններ, մասնավորապես խոսելով ընդհանրապես թեման բնականաբար հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակներ եւ բոլորի զեկույցները եւ ելույթները նվիրված էին հենց 80-ամյակին, հաղթանակի 80-ամյակին, սակայն Ադրբեջանի պատվիրակը շեղվելով օրակարգից սկսեց խոսել 44-օրյա պատերազմում տարած իրենց հաղթանակի մասին, խոսել այն մասին, որ Ադրբեջանը իր պատմական տարածքային ամբողջականությունն է վերջապես վերահաստատել 44-օրյա պատերազմի ընթացքում, բնականաբար եւ մի շարք այլ հայտարարություններ, որոնք հիմա չեմ ուզում եւս մեկ անգամ կրկնել, բնականաբար հայկական երկու պատվիրակությունները, խոսքը մեր պատվիրակության եւ հանրապետական կուսակցության պատվիրակության մասին էր, չէինք կարող անպատասխան թողնել այդ հայտարարությունները, որովհետեւ եթե ադրբեջանցիները վերջին տարիներին օգտագործում են բոլոր հնարավոր առիթները խոսելու 44-օրյա պատերազմում տարած իրենց կրկնում եմ ճակերտավոր հաղթանակի մասին եւ պատմական արդարության վերականգնման մասին եւ ցավալիորեն չեն ստանում համարժեք պատասխան, դա նրանց բավարար հիմք է տալիս անընդմեջ եւ շարունակաբար շարունակել խոսել այդ ամեն ինչի մասին, ցեղ շփոթել Հայաստանի Հանրապետության վրա, գնահատականներ հնչեցնել։ Թե ես, թե Էդուարդ Շարմազանովը հանրապետական կուսակցությունից բնականաբար համարժեք պատասխան տվել ենք այդ հայտարարություններին, մասնավորապես պատմական փաստերի միջոցով Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է, որ պատմական փաստերը կեղծելով հնարավոր չէ արդարության հասնել եւ եթե նրանք խոսում են արդարության մասին, ապա հենց առաջին անարդարությունը հենց այդ պահին դրսևորվում էր հենց այդ դահլիճում։ Ես իմ ելույթում խոսել եմ մերօրյա ֆաշիզմի մասին, որովհետև լավագույնս դրսևորվում է մերօրյա ֆաշիզմը, երբ խաղաղ բնակավայրերը եւ խաղաղ բնակավայրերի բնակիչները անընդմեջ գտնվում են ադրբեջանական զինուժի կրակահերթերի տակ եւ խոսել եմ նաեւ այն մասին, եթե մենք խոսում ենք այո արդարությունից, ընդամենը 2 տարի առաջ 120,000 մեր հայրենակիցներ էթնիկ զտման ենթարկվեցին եւ բռնի տեղահանվեցին իրենց պատմական հայրենիքից։ Կարծում եմ բոլորը տեսել են այդ կադրերը, որ դահլիճում սարսափելի մեծ աժիոտաժ առաջացավ, որովհետև Ադրբեջանի պատվիրակի ելույթից հետո արդեն իսկ Ադրբեջանի դեսպանատան բազմաթիվ ներկայացուցիչներ էին հայտնվել դահլիճում, որը ի սկզբանե նախատեսված չէր, որովհետև միայն պատվիրակներն էին մասնակցում եւ ինչ որ մեկը տեղից ձայնարձակումներ էր իրականացնում այն մասով, որ ներկայանալով Ադրբեջանի դեսպանատան խորհրդական, ինչ որ մեկը այնտեղ ներկայացավ քարտուղար, մի խոսքով դահլիճը լեփլեցուն էր ադրբեջանցիներով, սակայն դա որևէ դեպքում չի կաշկանդել թե ինձ, թե Էդուարդ Շարմազանովին հնչեցնել մեր տեսակետը, որովհետև իրականում իսկապես շատ ներկայանալի կազմ էր պատվիրակների հավաքված այդ դահլիճում, կրկնում եմ 29 երկրներից եւ այո, թե հետագայում որքանով այդ միջադեպը լրատվամիջոցներում տեղ կգտներ, բնականաբար դա եւս շատ կարեւոր էր, բայց մեզ համար կարեւոր էր, որ մենք թույլ չտայինք այդ արտահայտությունները, որպեսզի միայն հասանելի լինեին միջազգային պատվիրակներին, այլ նաև լսելի լիներ մեր դիրքորոշումը, մեր տեսակետը, որը եւ մենք արեցինք։ Դրանից հետո Ադրբեջանի պատվիրակները բնականաբար, քանի որ այնպես էր ստացվել, որ Հայաստանից 2 պատվիրակություններ ներկայացված եւ 2 ելույթ եղավ, հետեւողականորեն փորձում էին միջոցառման կազմակերպիչներից ելույթի իրավունք ստանալ, երկրորդ ելույթի իրավունք ստանալ, ինչին մենք բնականաբար դեմ ենք արտահայտվել եւ ասել ենք, որ թույլ չենք տալու, որտեղ օրակարգով յուրաքանչյուր պատվիրակությանը 1 ելույթ էր նախատեսված, հակառակ պարագայում հայկական 2 պատվիրակությունների այլ ներկայացուցիչներ եւս հանդես են գալու ելույթներով եւ կարող էր այդ գործընթացը այսպես բավականին երկար
շարունակվել, ռուսական կողմը չտվեց կազմակերպիչները երկրորդ ելույթի հնարավորություն չտվեցին ադրբեջանցիներին եւ դրանից հետո նրանք ուղղակի լքեցին դահլիճը։